պետք է նշեմ, որ ես 5 կետեր էի, հետո դարձավ 7 կետեր, որոնք որ առաջարկել էի կառավարությանը, վերջի քննարկումներին, այս տարի սկզբին որ կառավարությունում ունենում ենք, 2 կետի հետ կապված կար կոնսենսուս, ճիշտ եք ասում։ Եվ այս սրա հետ կապված, որպեսզի քրեականացնենք խուսափելը փորձաքննությունից եւ քաղաքացիությունից հրաժարվելու մասով էլ կար կոնսենսուս։ Ես կառավարությանը վերջի պահին որ տեսա մյուս կետերի հետ համաձայնություն չկա, ասացի եկեք այս կետերը շուտ անենք, որպեսզի դեմ առնենք քաղաքացիությունից հրաժարվելու եւ բժշկական թղթերով կեղծ ազատվողների։ Ի զարմանս ինձ ասացին, որ համաձայն չենք։ Ասացի, բայց կոնսենսուս ունենք այս 2 կետի հետ կապված։ Եկեք այս 2 կետը ընդունենք, մնացածը հետագայում։ Չնայած ես ուզում էի որ փաթեթով արվի, որ ավելի ճիշտ աշխատի, բայց դրան էլ էի համաձայն։ Վերջի պահին իմ համար անակնկալ ձևով ասացին, որ նպատակ ժամանակավրեպ է։ Ու այստեղ ֆինանսական լուրջ խնդիր է այսի, այսինքն ոչ թե մենք մենակ զորակոչ չենք կորցնում։ Հիմա տեսեք, մի զինծառայողը, որ մենք ասում ենք, այսօր օրենքը կա, չէ, որ over ծառայությունից խուսափել է, կարող է 15 միլիոն վճարի ծառայության դիմաց ու ազատվի քրեական պատասխանատվությունից։ Նույնը ուզում էի սահմանել նաև այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների համար դնենք 15 միլիոն դրամ, ու տեսեք ինչ թիվ է, պարոն Ալեքսանյան, ստացվում։ 2800 հրաժարված տղեն, եթե 15 միլիոն վճարեն, 42 միլիարդ գումար է։ Այսինքն մենք ենթադրաբար կորցրել ենք կամ 2800 զինվոր կամ համարժեք 42 միլիարդ գումար։ Այսինքն սրա հետաձգումը ամեն ամիս, ամեն տարի մեր համար 42 միլիարդ դրամի վնաս է։ Սրանով է պայմանավորված, որ խնդրում եմ հենց գումարվի հաջորդ խորհրդարանը, հենց սկզբից ովքեր կլինեն այս հանձնաժողովում կամ մյուս հանձնաժողովում, նոր պատգամավորներին եմ ասում, հաջորդ խորհրդարանի նոր պատգամավորներ, խնդրում եմ ձեզ, կլինեք իշխանական թե ընդդիմադիր, կապ չունի, բոլորդ պիտի ծառայեք մեր պետության շահերի համար։ Ու այս խորհրդարանի ամենամեծ խնդիրներից մեկը այն եղել, որ մենք ընդդիմություն չենք ունեցել։ Այսօր էլ ընդդիմությունը նստած չի։ Ու այս խնդիրները պիտի ընդդիմությունը բարձրացներ, որ իշխանությունը ավելի ձիգ աշխատեր, իշխանությունը իմանար, որ ընդդիմությունը սրա մասին խոսալու է, ու սկսեր ավելի լավ աշխատել ու դրանից կշահեր մեր ժողովուրդը։ Ես հիմա 10 բան գտնում եմ ասելու, 10-ից մեկն եմ ասում, այն 9 չեմ ասում, հաշվի առնելով, որ իշխանական խմբակցության падգամավոր եմ, բայց կապ չունի, իշխանական խմբակցության падգամավորներին եմ ասում, խնդիրները կբարձրացնեք։ 42 միլիարդի բանը, որ ասում եմ պարոն Ալեքսանյան, պարոն Քոչարյան, հեսա ավարտում եմ, օրինակ ինձ այսօր գրել են, Մեղրի զինծառայողներից մեկի մայրը գրել է, մայրը կամ հայրը առանց զինծառայողի անունը նշելու, խնդրել է ասել հետևյալը. շատ շոկ է, տղաները շաբաթը մեկ են լողանում, այս տարի գիտեք ինչ շոկ է, ասենք Եվրոպայում ջրցան մեքենաներով մարդկանց հովացնում են, էլի միջոցներ են սաղ աշխարհում ձեռնարկում, որ մարդիկ ուշագնաց չլինեն։ Մեր Մեղրիում, որը Հայաստանի ամենաշոգ կետն է, զինվորները լողանում են շաբաթը մեկ։ Հիմա պանային խնդրում եմ 24 թվականից, խնդրում եմ համատենալուց Մեռնեմ ջանի, նախարար ջան, շտաբի պետ ջան, փոխնախարար ջան, եկեք խնդրում եմ, կազմակերպեք, արեք, մեծ ֆինանսական խնդիր չի։ Հիմա եւս մեկ անգամ խնդրում եմ, հաշվի առեք այս անոմալ շոկը ու նայեք աշխարհի փորձը, մարդիկ դրա դեմը պայքարում են։ Նենց արեք, սկսեք Մեղրիից, բայց ոչ միայն Մեղրին, որ մեր զորքը ամեն օր լողանա։ Ու նաև ֆիլտր դրվի, որպեսզի ամեն օր ատամները լվանալուց այդ ջուրը մաքուր լինի, Մեղրին է վերաբերվում, ավելի շատ մյուս տեղերը համեմատաբար ջուրը ավելի մաքուր է։ Այսինքն կազմակերպչական հարցերը ֆինանսով չի մնաք պայմանավորված։ Դա կամք է պետք ու նաև պետք է որ падգամավորները կլինի իշխանական, կլինի ընդդիմադիր, այդ խնդիրները բարձրաձայնեն։ Այսինքն պաշտոնով գնում է գործի տեղը նստում է մի պահ կարող աշկ կպցնի կամ շուտ գործից դուրս գա, իմանա որ խնդիրներ ունի, բարձրաձայնվում են, պետք է խնդիրները լուծի ու սրանից շահելու է մեր ժողովուրդը։ Շնորհակալ եմ։ Շատ լավ։